Բայց ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ողջույն սիրելի հյուրեր, Սարգիս, մենք նորից եթերում ենք, եթերում բուն բանավեճն է։ Ողջույն Աննա, բարև ձեզ հարգելի հյուրեր, բուն բանավեճը մի հարթակ է, որտեղ հնչում են տարբեր կարծիքներ, բայց բուն բանավեճ ունի նաև իր կանոնները, որոնք մենք հաջորդաբար կներկայացնենք յուրաքանչյուր փուլից առաջ։ Եվ սիրով հիշեցնեմ, որ մեր բանավեճին կարող են մասնակցել նաև մեր հեռուստադիտողները։ Դրա համար Բուն TV-ի սոցիալական հարթակներում, Facebook-ում եւ Instagram-ում պետք է ծանոթանալ մեր հաջորդ շաբաթվա թեմային եւ հարցեր ուղղել մեր հյուրերին։ Այո, այսօր պատրաստվում ենք քննարկել հայ-թուրքական հարաբերությունները։ Հայաստանի անկախությունից ի վեր հայ-թուրքական հարաբերությունները անընդհատ փոխվել են։ Եղել է ժամանակ, որ երկու երկրները փորձել են անգամ համագործակցել, անգամ բաց սահմաններ եղել շատ կարճ մի ժամանակահատված 90-ականների սկզբին, այնուհետև նորից են փորձել համագործակցել։ Այժմ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո Հայաստանն ու Թուրքիան նորից են փորձում ընդհանուր լեզու գտնել եւ այսօր փորձելու ենք հասկանալ ինչ իրավիճակ է եւ ինչ կարելի է սպասել։ Եվ ինչ կարելի է սպասել մի իրադրության մեջ, երբ կարծես թե եւ խոսում ենք դրական զարգացումների մասին եւ շատ դանդաղ են ընթանում քայլ առաջ գործողությունները։ Եվ այդ հարցերին անդրադառնալու համար մենք հրավիրել ենք Այո, ներկայացնենք մեր հյուրերին Նաիրի Սարգսյան, տնտեսագետ, Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար, բարև ձեզ պարոն Սարգսյան, շնորհակալություն հրավերության համար։ Դիվանագետ, Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախկին ղեկավար պարոն Դավիթ Հակոբյանին, շնորհակալություն պարոն Հակոբյան հրավերն Գեորգի Միրզաբեկյան, արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու, բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Եվ լրագրող Արևելք հարթակի հիմնադիր Սաքո Արեյանին, շնորհակալություն պարոն Արեյան։ Եվ սկսենք առաջին փուլից եւ ներկայացնենք հյուրերին կանոնները։ Այո, առաջին փուլում հարգելի հյուրեր, մենք ձեզ կուղենք հարցեր, դուք ունեք յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար 2 րոպե ժամանակ։ Խնդրեմ Աննա, գուցե դուք սկսեք։ Շատ լավ։ Պարոն Հակոբյան, սկսենք այն հարցից, թե Երևանն ու Անկարան ինչ սպասելիքներ ունեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա փուլից եւ որքանով են անկեղծ Երևանի եւ Անկարայի մտադրությունները իսկապես քայլեր ձեռնարկելու հարաբերությունները կարգավորելու եւ սահմանը բացելու համար։ Շնորհակալություն հարցի համար, իսկապես հայ-թուրքական հարաբերությունները ունի հսկական շերտեր, թե քաղաքական, թե տնտեսական, թե պատմական եւ այլն։ Հիմա այդտեղ ինչ-որ քայլերից պետք է սկսել ու պետք է հասկանալ, որ մեր առաջին ու վերջին հարևանները չենք, որ խնդրեմ ունենք իրար հետ ու լուսման ճանապարհներ պիտի գտնենք։ Հիմա եղել է 20 թվականի աղետալի պատերազմը, որտեղ Թուրքիան միանշանակ օգնել է Ադրբեջանին, Ադրբեջանի հետ էլ մենք առանձին փորձում ենք հարաբերություններ զարգացնենք եւ ստեղծենք եւ զարգացնենք։ Հիմա Թուրքիայի մինչև վերջերս դիրքորոշումը նա էր, որ մինչև խաղաղության պայմանագիրը չհաստատվի, չստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, մենակ դրանից հետո մենք կարող ենք որոշակի քայլեր ձեռնարկել։ Ես ինչքան հասկանում եմ, Հայաստանի կողմից արգելքներ չկան, արգելքները ավելի շատ Թուրքիայի կողմից են, Թուրքիան էլ սպասում է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Անցած տարվա օգոստոսի 8-ի այդ մեծ հանդիպումը Տրամպի հովանու տակ որոշակի շարժ տվեց այդ process-ին, ույս թվում է մենք մոտենում ենք, կա ու մենք այդ նաև աշխարհն է փոխում, մինչև մենք սկսում ենք շարժվել հարաբերություններ ստեղծել, մերձավոր արևելքի քաղաքական եւ աշխարհագրական եւ բազմաթիվ հարցեր փոխվել է, Իրանի պատերազմը լրիվ նոր շերտեր է բերել այս ամեն ինչի մեջ, ու ինձ թվում է մենք պետք է շատ ավելի դինամիկ, նորարար մոտեցումներ ցուցաբերենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունում։ Այսինքն մեր կողմից ասում ենք խոչընդոտ չկա, բայց նաև ակտիվ քայլեր որտեղ ինչքան են ձեռնարկում, դա առանձին քննարկման հարց է, արդյոք բավական են արվում, թե չէ։ Այդ նոր ի հայտ եկած շերտերի մեջ կա մի շերտ, որ Անկարային էլ կդրթի ավելի շահագրգռված լինել, ավելի արագացնել process-ը։ Այսինքն Անկարայի հետ մեր հետ շահագրգռվածությունը առաջի հերթին երևույթին տրիպն է ենթադրում եմ, ու տրիպի հետ է ճամփը, բայց նաև Հայաստանի հետ հարաբերությունները դա իրենց պետք է բացատրել, որ դա Հայաստանը ասենց տուպիկում հայտնված թույլ պատերազմում պարտված երկիր չի, Հայաստանը հսկայական հնարավորություններ ունի, նկատի ունեմ տնտեսական առողջ
պետությունը այս պայն աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է վերջին 5 տարվա մեջ։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, տնտեսական հարցերը երևի դեռ հնարավորություն կունենանք, այո, մենք տնտեսական հարցերին կանդրադառնանք, բայց եկեք Վահան Միրզաբեկյանից հետեւյալ հարցի պատասխանը փորձենք ստանալ, երբ որ մենք խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների մասին, պարոն Հակոբյանը ասես գիտեք Հայաստանը պատրաստ է, բայց անգամ օգոստոսյան այդ հայտնի համաձայնությունից շատ քիչ բան է փոխվել հայ-թուրքական հարաբերություններում, ինչ որ շարժ կա, շատ դանդաղ, հարցը հետևյալն է թուրքական կողմը որքանով է շահագրգռված ի վերջո բացել Հայաստանի հետ սահմանները, թե իրենք ասում են գիտեք, մինչև Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունները չկարգավորվի, բայց համար ուղղակի անիմաստ է, որովհետև ինչ իմաստ ունի բացել հայ-թուրքական սահմանը, հետո գնալ եւ հանդիպել հայ-ադրբեջանական փակ սահմանի։ Ճիշտ ենք հասկանում իրենց տրամաբանությունը։ Շնորհակալություն հարցի համար։ Ես կսկսեի իմ խոսքը արձանագրումից, որ հայ-թուրքական հարաբերությունների բնույթը արդեն իսկ թևակողել է եւ վերաճել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, այսինքն միջպետական հարաբերություններ, եւ այս վերջին շրջանում մասնավորապես դինամիկ երկխոսություն է ընթանում, հանդիպումներ եւ անգամ հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների միջև արդեն սովորական բնույթ է ստացել, սակայն ինչպես նշեց իմ գործընկերը ավակ, ապա մենք տեսնում ենք, որ Թուրքիան պայմանավորում է իր հարաբերությունները Ադրբեջանով եւ որ մի տենդենս, որը տարբեր վայրիվերումներով նկատվել է 90-ականների սկզբից եւ որ Ադրբեջանի քաղաքականությամբ է հապայմանավորել Հայաստանի հարաբերությունները եւ հիմա մենք տեսնում ենք այդ գործընթացը Ինչ են ուզում Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների առումով։ Թուրքիայում ցանկանում են, որպեսզի նրանք համակարգված են գործում Ադրբեջանի հետ եւ նշում են, որ միջև հարաբերությունները չհաստատվեն Հայաստանի հետ, նրանք չեն փորձելու կամ հասկացնում են, որ չեն հաստատելու դիվանագիտական հարաբերություններ եւ բացելու սահմանը եւ միջև այդ մենք տեսնում ենք, որ ընդհանրապես փոքր քայլեր նույնպես չեն արվում Հայաստանի ընդառաջ, խոսքը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումն է եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար ըստ երևույթին Թուրքիայի նման քաղաքականությունը պայմանավորված է բացի այն, որ Ադրբեջանը ինչ ռազմավարական նշանակություն ունի իր համար, այլ նաև այն գործոնով, որ Թուրքիան չունի դեռևս այն շահագրգռվածությունը, տնտեսական օգուտները եւ քաղաքական օգուտները չունի Հայաստանից եւ ընդհանրապես Հարավային Կովկասից, տվյալ դեպքում, որպեսզի գնա չսպասի Ադրբեջանին եւ ավելի առաջ քայլ անի, քան Ադրբեջանը։ Հետևաբար այս փուլում նրանք համակարգված են գործելու եւ կարծում եմ, որ պայմանավորված նախընտրական գործընթացներով Հայաստանում նրանք էական քայլ չեն անի եւ բ հիմնականում նրանք փաստորեն քայլ չեն անում միջև խաղաղության պայմանագիրը։ Այո, այստեղ ուղղակի հիշեցնենք աննա, որ վերջերս Թուրքիան, այսպես կարելի ասել, սիմվոլիկ քայլ արեց եւ դյուրացրեց վիզաների ստացումը, եթե չեմ սխալվում, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Այո, եւ այս process-ի քննադատների հիմնական քննադատությունը կարծես խարսվում է նրա վրա, որ արվող քայլերը բոլորն են սիմվոլիկ։ Այո։ Քայլեր, որոնք որ հիմնական փոփոխություն կբերեն, դրանք ուշանում են։ Մեր երկու բանախոսներն էլ խոսեցին տնտեսական հարցերից, պարոն Սարգսյանին այս հարցը ուղենք, թե տնտեսական առումով խոսում է եւ հնարավորությունների եւ խնդիրների մասին, դուք ինչ կարծիք ունեք։ Շնորհակալություն։ Տնտեսական առումով դեռևս հնարավորությունների մասին խոսք անգամ լինել չի կարող։ Տնտեսական առումով բացառապես խոչընդոտներ է պարունակում։ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պետք է տնային աշխատանք կատարեր, չի կատարել եւ պետք է կատարի։ Քանի դեռ տնային աշխատանքը չի կատարել, հետեւաբար չի կարող Թուրքիայի հետ սահմանի բացման կամ հարաբերությունների կարգավորման մասին խոսքներ։ Ինչու դուք կարծում եք հայկական ապրանքները Թուրքիա չեն կարող արտահանվել։ Իհարկե ոչ, ամենապարզ բացատրությունը հետեւյալն է. Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Թուրքիայի Հանրապետություն երկուսն էլ իսլամական, մոտավորապես նույն բնակության քանակը ունեցող, նույն սպառողական շուկան ունեցող, եթե այդքան հեշտ էր արտահանում իրականացնել եւ այդքան մրցունակ է հայկական արտադրանքը իրացնել Թուրքիայում, ապա ինչու 35 տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետություն չի իրացել։ Պարսիցծոցի երկրներ, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ արտահանվում են հայկական ապրանքները։ Դրանք են այդպիսի օրակարգ աշխարհում գոյություն չունի, ոչ թե Այսինքն Հայաստանում։ հայկական ապրանքներ չեն արտահանվում Արտահանվում են Պարսիցծոցի երկրներ։ տեսեք, շատ փոքր քանակությամբ են արտահանվում եւ հայկական արտադրանքը մրցունակ չէ դեռևս եվրոպական եւ արևմտյան շուկաներ դուրս Բայց արտահանվում են շատ փոքր քանակությամբ եւ շատ այսպես հատուկ ապրանքներ միայն բացառապես եթե դուք բացեք արտահանման վիճակագրությունը մենք կտեսնենք որ Հայաստանից արտահանումը ձեր նշած ուղղություններով ուղղակի Հայաստանի առևտրաշրջանառության մեջ ընդհանուր
Եվրոպական միության ամբողջ երկրները կազմում են ընդամենը 7%։ Պարոն Սարգսյան, իսկ Տարբեր ինչ կասեք այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսությունը պրոտեկցիոնիստական տնտեսություն է, ի տարբերություն Թուրքիայի տնտեսության։ Որևէ կերպ Հայաստանից արտահանման վրա դա չի կարող ազդեցություն ունենալ, որովհետև գոյություն ունի ընդամենը ապրանքների սպառման շուկայում մրցունակություն։ Եթե Հայաստանի արտադրանքը կարող է մրցունակ լինել, ապա կարող է մրցունակ լինել եւ իրանական շուկայում եւ թուրքական շուկայում։ Մենք ունենք ինքնարժեքի խնդիր, ունենք որակի խնդիր եւ ինքնարժեքի այսպես նվազեցման քաղաքականություն Հայաստանի Հանրապետությունը մինչ այժմ չի տալ, որպեսզի կարողանա ապրանք արտահանի Թուրքիա։ Շնորհակալություն։ Պարոն Արայան, պարոն Միրզաբեկյանը խոսեց նրա մասին, որ հայ-թուրքական հարաբերությունները հիմա նախ եւ առաջ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ են, բայց թուրքական կողմից կարծես թե կա այդ մոտեցումը, որ լավ կլինի, որ դա լինի Թուրքիա համայն հայություն նաեւ կարգավորում։ Ամեն դեպքում որոշակի ակնկալիքներ կան, որ այն պարտավորությունները, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ստանձնի, պիտի տարածվեն նաև Սփյուռքյան, այսպես ասած, համայնքների վրա։ Դուք ինչպիսի օրինակ ընկալում ունեք, թե ինչպես է ընկալվում Սփյուռքում, իհարկե տարբեր են նաև Սփյուռքյան համայնքները, բայց ընդհանուր առմամբ ինչպես է ընկալվում Հայաստանի մարտավարությունը, որթեգրած Թուրքիայի հետ հարաբերությունները։ Ինչքան հասկացած էր խոսքեն, որ Թուրքիա կբادرաստվի մինչ այդ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններու այս բادرվագը բարեփոխել, ձևափոխել եւ այս անգամս էլ եթե ես պիտի շփվիմ Հայաստանի Հանրապետության հետ, այդ բարակային նաեւ պետք է հայկական սփյուռքը ներառնեմ։ Կամ առնվազն Սփյուռքը պիտի ընդունի այն իրադրությունը, որ պիտի ստեղծվի Հայաստան-Թուրքիա։ Եթե այս խոսույթը լա, սա շատ վտանգավոր բادرվագ է, որովհետև Սփյուռքը կիլոմետրեր հեռու է այս թրույթեն։ Գրնա Սփյուռքը չխանգարել այս հարաբերություններու ենթածիրը, որ շատ անհրաժեշտ է մանավանդ հետ Արցախյան պատերազմի։ Մենք չմոռնանք եւ միշտ պետք է նշենք, երբ որ գխոսենք Հայաստան-Թուրքիա հարաբերություններու մասին, որ հարավային Կովկասում իրավիճակը փոխվել։ Այսօր թուրքական ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան ինչ որ էր Արցախի պատերազմեն առաջ։ Եվ այդ պայմանավորված չէ միայն Արցախյան խնդրով, այդ պայմանավորված է Կրեմլի որոշումով, որ հարավային Կովկասին քիչ հետ կանգնիկ։ Դե ինչքան գծկի այս բոլորը հստակ չէ, բայց Հայաստանի իշխանությունները շատ ճիշտ գվարվին, որովհետև ճիշտ այս փուլն է, որ Հայաստանը վիրավոր է եւ գարիք ունի խոսելու ոչ միայն Բաքուի հետ, այլ Անկարայի հետ։ Սփյուռքում շատ են ձեր նման մտածող մարդիկ, թե դուք փոքրամասնություն եք։ Ես նախ Սփյուռք չեմ ապրիր եւ Սփյուռքը չեմ ներկայացնել սրբակրելու համար։ Ես վստահ եմ, որ Սփյուռքի մեջ գավ խավը, որ իմ նման կմտածե, որովհետև մեզի համար ճիշտ է, մենք որպես արևմտահայեր, որպես առաջին դուժողներ հայոց ցեղասպանության են եւ իմ բաբերը մորտված են Ուրֆայի Բերեջիգի այն տեպի մեջ, բայց մեզի համար այսօր քերխնդիրը ցեղասպանության հարցը չէ, բարոնայք։ Մեզի համար այսօր քերխնդիրը Հայաստանի Հանրապետության հզորացումն է։ Շնորհակալություն։ Մենք անցնում ենք հաջորդ փուլին Աննա, միգուցե այս փուլում ներկայացնենք կանոնները։ Սիրով, այս փուլում հարգելի մասնակիցներ, դուք մասնակիցներին հարց ուղղելու հնարավորություն ունեք, դա պիտի ձևակերպեք 30 վայրկյանի շրջանակներում, պատասխանողը կունենա 3 րոպե պատասխանելու համար, իսկ հարց տվողը եւս 30 վայրկյան արձագանքի համար։ Խնդրեմ պարոն Հակոբյան, ում եք ցանկանում ուղղել ձեր հարցը մեր հյուրերից։ Ես պրինտրեմ, մի օկոպ ընտրում եմ։ Երևի սակո եթե կարելի է ձեզ հարցնեմ, քանի որ հետագայում շատ փորձագետներ կամ անալիստներ ասում են, որ Իսրայելի հաջորդ պատերազմը Իրանից հետո դիմելու է Թուրքիայի հետ, ու Թուրքիայի հետ Թուրքիան էլ իր հերթին պատրաստում է, շատերը կոչում են սուննիտական դաշինք, Սաուդյան Արաբիա, Պակիստան, ինչ որ հետաքրքիր, ասին նոր կոնֆիգուրացիա առաջանում։ Այդ իրավիճակում ձեր կարծիքով Հայաստանը որ դաշինքի մեջ է։ Իսրայելը իր համար է դաշինք կառուցում։ Աբրահամյան դաշինքը դա։ Աբրահամյան պլյուս Հունաստան, Կիպրոս, Հնդկաստան եւ փաստորեն մյուսն էլ ուրիշ ձևով ձևավորում է։ Մենք ընկել ենք երկու քարի արանքում։ Դուք որ դաշինքն եք նախընտրում։ Գիտեք, դաշինքեմ բացի ես այստեղ իդի կարևորեմ Թուրքիո նախագահի թերը։ Ես կգարձեմ, որ այնքան ադեմ, որ Թուրքիո նախագահը Ռեջեփ Թայեփ Էրդողանն է,
ինչքանալ արևմուտքը փորձե Թուրքիան ներքաշել բادرազմներու մեջ, մեծ բادرազմներու, դարերային բادرազմներու, որ վերջին օրինակը Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան բادرազմներ պիտի չկարողանա չհաջողի։ Սակայն եթե ինչ որ դրույթ փոխվի եւ ասենք Թուրքիան ընդրե այլ նախագահը եւ բնականաբար դարիքի Պերումով Բաղդան Էրդողանը պիտի հրաժարի իր բարդավորություններն, այդ մեկը շատ ռիսկային է, որովհետեւ մենք նաեւ կտեսնենք, թե Թուրքիան հեզասահ հարաբերության մեջ է այսօր Իսրայելի հետ։ Շատ լուրջ կոնֆլիկտներ կան, լուրջ խնդիրներ կան։ Ես այնտեղ ավելի վտանգ կգտեսնեմ Իսրայել-Թուրքիա թիմագայումի, քան ասենք սուննի շիիտ բادرազմիմը եւ նաեւ պետք է հաշվի առնել արաբական գեցվածքը, սուննիները այսօր ճիշտ է Իրանի կողմէ խոցված են եւ վիրավորված են հոգեբանական առումով, բայց ես չեմ կարծեր, որ եւ արաբական ծոցը եւ հատկապես Սաուդական Արաբիան ինչ որ վրեժ լուծելու այդ թերի մեջ լա ավելի նսեմ, ես վստահ եմ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պիտի շարունակե պահպանել բալանսը, հավասարակշռությունը։ Իսկ ինչ կրնանել Հայաստանը այս բոլորի մեջ, Հայաստանի թիրքերը ես շատ դրական կգնահատեմ, Հայաստանը այն քիչ երկիրներն է, որ այսօր գխոսի եւ Միացյալ Նահանգներու հետ եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ այս առումով ես գագնգալ եմ, որ նաեւ Հայաստանը նախակայել մնե Իսրայելի ուղղությամբ, որովհետեւ Իսրայելը շատ կարևոր երկիր է մեր տարածաշրջանի մեջ եւ լավ արիթ է Իսրայելի հետ անգախ Թուրքիա-Իսրայել հարաբերություններն Հայաստանը քիչ մպանա, որ կարողանա այս բոլորին ասենք հանրակումարը ստեղծել եւ դառնալ երկիրը, որ զերծ լինի կոնֆլիկտները։ Պարոն Հակոբյան, դուք 30 վայրկյան ունեք արձագանքի համար։ Հա, լրիվ համաձայն եմ ու ես այդտեղ ենթադրում եմ մեկ ես դա կոչում եմ ճկուն նեյտրալություն, այսինքն մենք պետք է կարողանանք որևիցե դաշինքի հետ չլինենք, այլ կարողանանք բոլոր տարբեր հավասարակողմ ուժերի հետ հարաբերություններ։ Ռուսիա, Ռուսաստան, Ամերիկա, Իրան, Ամերիկա եւ նաեւ Իսրայել, Թուրքիա, ինձ թվում է այդ բալանսը ճիշտ պահելու մեջ է երևի մեր ելքը եւ մեր փրկությունը։ Շնորհակալություն, պարոն Արեյան։ Ես պարոն Սարգսյանին պիտի հարցը սուղեմ, գիտեք մեր դարաշրջանի մեջ հատկապես երբ խոսենք Հայաստան-Թուրքիա հարաբերություններու մասին, ամենաառաջին մեխը որ գա տնտեսական վախն է։ Մենք որպես Հայաստանի քաղաքացիներ այս փոքրիկ պետության մեջ հաջող հատկապես ինտիմության խոսույթը այնպես է որ թուրքական լոլիկը պիտի խեղդե մեզի, օրը պիտի արտնանանք ամեն ինչ որ գա Թուրքիայեն է եւ այլն, չնայած այս բոլորին մենք գիտենք, որ Արցախյան բادرազմի ամենաթեժ փուլին արկիլվեցավ բահմը Թուրքիայեն ապրանքներ ազելու, բայց ես ինչ որ գխոսեի նույնիսկ հալեբահայ վաճառականներու հետ, կսեին թե չէ, գա, դագից դագավին ապրանքը գուկա։ Որն է ճշմարտությունը եւ ինչ են իսկական ռիսկերը։ Պարոն Սարգսյան։ Թուրքիայի հետ առևտրաշրջանառության իրականացում անմիջական ճանապարհով ուղիղ սպառնալիք Հայաստանի Հանրապետության անկախությանը, որովհետև երկրների անկախությունն ասելով մենք պետք է ընկալենք առաջին հերթին տնտեսական կախվածության նվազեցում կամ տնտեսական անկախություն, երկրորդը անվտանգային երկերի բարելավ։ Երկու պարագայում էլ սպառնալիք է։ Թուրքիան մի քանի ամիս առաջ ընդամեն Հայաստանից արտահանվող ապրանքների վրա նոր մաքսատուրքեր կիրառեց, ինչը ունի աճի միտում։ Թուրքիան արգելում է Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանի գոյությունը եւ էներգետիկ կախվածության մեջ ուզում գցի Հայաստանին Թուրքիայից, այսինքն Թուրքիան կլանում է եւ սովորաբար տնտեսագիտության մեջ գոյություն ունի աքսիոմատիկ ճշմարտություններ, խոշորները սովորաբար կլանում են մարերին եւ միջիններին։ Վրաստանը կլանված պետություն է, Վրաստանը կլանված է, այո, եթե Վրաստանի տնտեսությունը ուսումնասիրեք եւ Վրաստանի ամբողջ կառուցվածքը ուսումնասիրեք, այո, կտեսնեք, որ Վրաստանը շատ կախյալ վիճակում է գտնվում եւ բայց ի պատի Վրաստանի իշխանությունների կարողացել են որոշակի դիվերսիֆիկացում ապահովել մի քանի ուղղությունների շրջանակներում, գումարած Վրաստանը ունի բաց ծով ելք եւ բավականին մանևրելու հնարավորությունով դրանով հանդերձ։ Հայաստանը չունի բացարձակապես ոչինչ եւ եթե մենք էներգետիկ կախվածության ու ընդհանրապես Հայաստանի արդյունաբերական ներուժը տուգանում ենք, այս պահի վատթար իրավիճակը մի հատ էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումով ենք իրականացնում, ապա Հայաստանին հետագայում այսպես անկախության ջատագովները կանգնելու են մի օր եւ ասեն, որ Հայաստանի փաստորեն անկախություն պետք չէր։ Սրա տրամաբանական շարունակություն որպես ես սա ինչը որ նկարագրում եմ ոչ թե դեմ եմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, հակառակը ես շատ կողմ եմ կարգավորմանը,
բայց մենք պետք է դնենք ժամկետներ, deadline-ներ, պայմանականորեն 3 տարի, հաշվարկի խնդիր է ընդամենը։ 3 տարվա ընթացքում տնային աշխատանք եթե կատարենք, առաջին հերթին ես եմ 2 ձեռքով կողմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Իսկ եթե այդքան վտանգներ է սպառնում սահմանի բացումը Հայաստանին, պիտի որ ուրեմն Թուրքիան ավելի շահագրգռված լինի, օր առաջ կլանելու Հայաստանին, ուրեմն ինչի՞ չի բացվում։ Թուրքիան շահագրգռված է, բայց դա Հայաստանի տնտեսության համար շատ այսպես վտանգավոր երևույթ է, Թուրքիայի համար ընդամենը ծովի մեջ մի բաժակ ջուր եւ Թուրքիան ունի շատ ավելի առաջնային խնդիրներ։ Թուրքիան դրանով հանդերձ նոր նպատակներ է հետապնդում եւ նպատակներից մեկը հետեւյալն է՝ Արարատ սարի սիմվոլի վերացում, ցեղասպանության պահանջատիրության օժանդակությունից հրաժարում եւ այսպիսի տարատեսակ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հանրապետության անվանման շրջանառելիության արգելում, Ադրբեջանի պահանջների ամբողջությամբ կատարում, սահմանադրության հղում անկախության հռչակագրի հղում, նախաբանի փոփոխություն եւ այլն։ Այսինքն պետք չի միայն Թուրքիայի պահանջները ուղղակի դիտարկել։ Նա նաեւ ունի անուղղակի պահանջներ, որը գալիս է Ադրբեջանի միջոցով։ Հա ձեր հարցի պատասխան, թե ինչու այդքան վատթար իրավիճակում Թուրքիան է թելադրում Ադրբեջանի այս բոլորը։ Բազմիցս հայտարարել են, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ լիակատար աջակցում է Ադրբեջանի իր եղբայր նախագահին եւ Ադրբեջանի ամբողջ պահանջները համարել է որպես պարտադիր պահանջ, կատարման ենթակա պահանջ։ Ցանկանում եք արձագանքել, պարոն Արյան։ Գիտեք, ինձ համար որպես կորձնական պատասխան կամ ասենք վերապերում այս նուրբ խնդրին, ես դնդեսակետ չեմ իհարկե, պարոն Սարգսյանի նման, սակայն գիտեմ, որ այն abranքը, որ այսօր Երևանի մեջ կվաճառվի եւ քաղնիկ չէ, շուգան ողոված է թրկական abranкով, մենք այդ abranքին դիրանալու համար գրնագի կվճարենք Վրաստանի ճանապարհով կամ չեմ գիտեր ինչ ճանապարհով ներողություն, այ որ տնտեսագետ չեք, նախ կրկնակի չենք վճարում եւ երկրորդ Հայաստանի շուկան ողողված չէ։ Դրա համար գոյություն է վիճակագրական ցուցանիշ։ Այո, բայց ինչ որ կա, այսինքն եթե մենք այսօր կստանանք 5 դրամի, այդ բարակային մի դիստանանք գենտատրեմ 3 դրամի, այդպես չէ։ Եթե ուղագի Թուրքիայեն abrankaşıçanarım Թուրքիայում հատուկ սուբսիդավորում են արտահանումը հատկապես Հայաստանի Հանրապետություն։ Որբեսի Բայց պարոն Սարգսյան, եթե հատկապես Հայաստանի Հանրապետություն ու հատկապես չեն բացում սահմանը, ստացվում է մեկը մյուսին չի գոյությունն են առաջնահերթություններ։ Ես հարցս հետևյալն է, եթե հատկապես Հայաստանի Հանրապետությունը ուղղող ապրանքներն են սուբսիդավորում Թուրքիայում, ինչպես դուք եք ասում, բայց միևնույն ժամանակ Թուրքիան չի բացում Հայաստանի հետ սահմանը, ինչ նպատակ ունի հատկապես Հայաստանի Հանրապետությունը։ Տեսեք, Թուրքիան ունի առաջնահերթություններ։ Այո։ Տնտեսական առաջնահերթությունը երկրորդվում է Սահմանադրության փոփոխության առաջնահերթությունից, Արարատ սարի պատկերը ցանկացած կերպ օգտագործելու առաջնահերթությունից ցեղասպանության ճանաչման բայց դա իմ հարցի պատասխանը չէ։ Պարոն Սարգսյան, եթե մեր անկախությունը վերանալու է եւ մեզ կլանելու է որպես երկիր, սիմվոլի հարցերը ես առաջարկում եմ պարոն Սարգսյանը հարց ուղի, որովհետեւ իր հետն է խնդրեմ։ Կարող եմ դες շատ լավ։ Ես թուրքագետ չեմ եւ մակերեսային այսպես տիրապետում ունեմ հարցերի վերաբերել եւ շատ եմ լսել տարբեր հարթակներում կարդացել, որ Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ Հայաստանը դեռևս դիտարկվում է որպես սպառնալիք։ Կա այդպիսի բան թե ոչ։ Իրականում այդպիսի բան եղել է, եթե ճիշտ ասած չեմ ուսումնասիրել, թե վերջին տվյալներով դա կա թե չէ, բայց նման մասին խոսք գնացել է եւ ընդհանրապես հարցումներում, երբ որ հասարակայնության հետ կապված հասարակության հետ մոտ հարցումներ են անցկացվել, Հայաստանը դիտվել է որպես ամենաբացասական տրամադրություններով երկիր թուրքական կողմից, սակայն սա չի նշանակում, որ սա դոգմատիկ է եւ սա անverջ կարող է շարունակվել։ Իրականում կարծում եմ, որ ընթացիկ հանդացած փոփոխությունները կարող են հասարակական տրամադրությունների վրա ազդել եւ մենք կարծեք թե նաեւ մոտենում ենք մեկ այլ կարևոր թեմայի հասարակական ընկալումների եւ այս իմաստով կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա հնարավոր հարաբերությունների վերականգնումը ինչ որտեղ էապես ընդհանուր կարող է փոխել թե հասարակական ընկալումները, թե ընդհանրապես իրողությունները եւ երկրների դիրքորոշումները։ Այսինքն դուք կարծում եք, որ հարաբերությունների կարգավորումը կնպաստի, որպեսզի ազգային անվտանգության ռազմավարության մեջ փոփոխություն կատարեք։ Կարծում եմ, այո։ Շնորհակալություն։ Ցանկանում եք արձագանքել պարոն Սարգսյան։ Չէ, ինձ դա տեղեկատվություն էր, որովհետև դրանով հանդերձ այդ թվում պատասխանելու է ձեր հարցին, մի երկիր, որը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների եւ առանց Հայաստանի Հանրապետության կլանման ու իրեն ենթարկեցնելու, ապա չի կարող նրա երկար տարիներ ազգային անվտանգության ռազմավարության մեջ Հայաստանը որպես սպառնալիք դիտարկվել։ Հետևաբար առաջնահերթությունը բխում են հենց այս փաստաթղթից նաեւ։
Պարոն Միրզաբեկյան, թերևս ձեր հերթն է հարց ուղղելու։ Ես հասած կուզեի ուղղել պարոն Հակոբյանին, կուզեի հարցնել թրիփի համատեքստում ինչպես եք դիտարկում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարը եւ ի վերջո թրիփը ձեզ ավելի շատ քաղաքական թե տնտեսական օգուտներ է ենթադրում նույն Թուրքիայի համար։ Իմ համար առաջինը տրիպը դա քաղաքական է, ու քաղաքական այն առումով, որ ինքը մեզ ու Ադրբեջանին բերեց ստեղծեց ընդհանուր թեմա իրար հետ քննարկելու, իրար հետ խոսելու։ Ու պարզվեց, որ եթե մենք երկուս էլ շահագրգռված ենք դառնանք տրանզիտային երկիր, մենք խաղաղության խաչմերուկ, իրանք էլ ինչ-որ ուրիշ անուն ունեն դրան, բայց խաչմերուկ են էլի, արևելքի եւ արևմուտքի միջև։ Նույն քաղաքականությունը նոր նույն մոտեցումը Թուրքիան ունի շատ ավելի մեծ մասշտաբներով։ Թուրքիան միշտ ուզեցել է լինել միջանցք։ Եվրոպա-Ասիա կապ, Եվրոպա-Աֆրիկա կապ եւ այլն եւ այլն։ Ու այդ առումով Թուրքիայի համար տրիպը հայտնում է եւս մի հատ նոր կապ, որտեղ կա իհարկե Նախիջևանով դուրս գալ նաեւ Ադրբեջանով դուրս գալ կենտրոնական Ասիա եւ Չինաստան, այսինքն այդ Թուրքիայի գեոքաղաքական խաղի մեջ տրիպը շատ կարեւոր էլեմենտ է դառնում։ Հիմա այդտեղ քաղաքական ասպեկտը ասեցի, կա նաև իհարկե տնտեսական մեծ գլոբալ տրանզիտային առևտուրների ֆասիլիտացիա, իհարկե տրիպի ծավալները, կարողությունները դանդաղ են աճելու, եթե խոսքը գնում է տնտեսական իրենց շահի մասին, շատ դժվար է պատկամ նույնը Հայաստանի շահի, տրիպի տնտեսական եկամուտներ ստանալու են լավագույն 30 տարի հետո, այսինքն այդտեղ տնտեսությունը սկսելու է աշխատել, բայց այն որ երկրները միասին կառուցում են ճանապարհը, որից բոլորը շահում են, ներառյալ Թուրքիան, ներառյալ Հայաստանը, ներառյալ Ադրբեջանը, այդ իմ կարծիքն է։ Խնդրեմ, եթե ցանկանում եք արձագանքել։ Չէ, համաձայն եմ, որ ես նույնպես համակարծիք եմ, որ թրիփը առաջին հերթին քաղաքական նախագիծ է, քան տնտեսական, եւ այս իմաստով քաղաքական շահերից ելնելով է, որ Թուրքիան նոր երկաթուղի է կառուցում, խոսքը Կարս Դիլիջու երկաթուղու մասին է եւ Թուրքիան, որ ունի տնտեսական լուրջ խնդիրներ, ճիշտ է եվրոպական միջոցներով այնուամենայնիվ կարողանում է 2.4 միլիարդ եվրոյի ներդրում կատարել եւ կարծում եմ, որ սա նպատակ ունի հետագայում նպաստելու Թուրքիայի ռազմավարական դերի մեծացմանը։ Շնորհակալություն, հարգելի հյուրեր, մենք անցնում ենք մեր հաղորդման հաջորդ փուլին, որի շրջանակներում կդիտենք տեսանյութեր եւ ձեզ կխնդրենք մեկնաբանություններ անել։ Եվ խնդրում եմ հիշեցրեք Աննա եւ որքան ժամանակ ունեն մեր հյուրերը։ 3 րոպե։ 3 րոպե, այո, շնորհակալություն։ Դիտենք առաջին տեսանյութը։ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Սա իրապես մեծագույն նվաճում է, սակայն մեր տեսլականն ավելի լայն է։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Պարոն Հակոբյան, պարոն Սիմոնյանը այս ելույթը ունեցել է Ստամբուլում, Հայաստանի գլխավորած պատվիրակությունն այնտեղ է միջխորհրդարանական միության հերթական վեհաժողովին մասնակցելու, դուք ինչպես կմեկնաբանեք այս ակնկալիքները։ Ես ակնկալիքները դրական եմ մեկնաբանում, ու ինձ թվում է դա ինչ որտեղ խոսում է թուրքական ինստինկտերին, ասիկս իրենց ակնկալիքների հետ, քանի որ առիթներ եմ ունեցել Թուրքիայի դեսպանին թե Աֆղանստանում շփվել, թե Սոմալիայում, Սիրիայում, ու այդ գիտեմ այդ թուրքական աճող ամբիցիաները, գլոբալ իրանց դերը, այսինքն իրենք աճող տնտեսություն են եւ աճող աշխարհակապող միավոր Այդ են։ ամբիցիաների մեջ կա Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ կլանելու, այսպես ասած, Հայաստանի ծրագիրը։ տնտեսությունը իրանց տնտեսության ինչ-որ միկրոսկոպիկ մաս է կազմում։ Դա Շատ իրանց լավ, բայց դուք ռիսկեր չեք տեսնում, եթե տենց նման ակնկալիքներ։ Ես թվում մեր տնտեսությունները կոմպլեմենտար են։ Մենք ունենք բարձր տեխնոլոգիաներ, իրանք ունեն քիմիա, իրանք ունեն մետաղի արտադրություն, մեքենաներ եւ այլն։ Մենք ունենք, այսինքն մենք իրար չենք խանգարում հիմնականում։ Ոնց որ Հայաստանն ու Իրանն է, մենք լրիվ բաց սահմաններ ունենք, մոտորապես Իրանը 90 միլիոն ընդեղ է, 90 միլիոն Թուրքիայում, մենք իրանք մեզ չեն կլանում։ Մենք իրար հետ փոխշահավետ համագործակցության մեջ ենք։ Նույնը Թուրքիայի իհարկե
ապրանքներ կա, օրինակներ կա, որտեղ պետք է դուրս լինենք, բայց ընդհանուր առմամբ այդ թուրքական այդ ընկալումը աշխարհի, որ իրենք ուզում են բոլոր հարևանների հետ ինչ-որ հարաբերություններ ունեն, մենք բացառություն ենք, ուտեղ պատմություն կա, որը պետք է ուղենք, բայց այս կոչը գտնեմ ուղղակի մի հատ կարևոր ճշտում, ինձ թվում է այդ կոչը համագործության պետքա շատ ավելի բովանդակությամբ լցված լինի։ Եթե մենք դատա կենտրոն ենք կառուցում, եկեք այս դատա կենտրոնից օգտվեք ինֆորմացիա, մշակված ինֆորմացիայի ծավալներով, կամ էներգետիկայի հարցում եկեք ատոմակայանից վախենում եք, բայց եթե ատոմակայանի էներգիայի մի մասը ձեզ գա, գուցե դա փոխշահավետ ինչ որ համագործակցության սկիզբ։ Պարոն Սարգսյանի նշած տնային աշխատանքը ինչու չենք անում ուրեմն ամբողջությամբ։ Անում ենք, բայց իմ կոչը ուղղակի պետքա որ ավելի շատ անել ու ավելի բովանդակային, այսինքն կոնկրետ թեմաներ վերցնել ու նայել, որտեղ են մեր տնտեսությունները իրար լրացնում, որտեղ ենք մրցակցում ու ինչպես պետքա ճյուղ առ ճյուղ մենք այդ հարաբերությունը ստեղծենք ու հետո պետական այրերը parlamenti նախագահան, վարչապետն թե նախագահան, որ խոսում են, իրենք արդեն պետք է ունենան փաթեթ առաջարկների, դա ամենակարևորը Հայաստանի տնտեսության մենք պետք է դառնանք գլոբալ մրցակցային տնտեսական շղթաների մեջ է կարևոր էլեմենտ, նույնը Թուրքիայի համար։ Եթե մենք այդ կարևոր էլեմենտն ենք, մենք արժեք ենք մեզնից ներկայացնում, ու մեզ հետ հարաբերվում են որպես առանձին կարևոր արժեքի հետ։ Շնորհակալություն, դիտենք հաջորդ տեսանյութը։ Մենք ունենք բավականին դինամիկ եւ դրական երկխոսություն, խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ, կա որոշակի ուրեմն աշխատանք, որը գետնի վրա տարվում է, գիտեք, տեղի ունեցել ուրեմն Գյումրի կարս երկաթուղու վերագործարկման նպատակ ունեցող ես մտադրությունները նաև չեմ հիմա նորից կրկնում, բազմիցս են հնչել սահմանների ամբողջական բացում, Գյումրի կարսի վերագործարկում, երկաթուղային կապի նաև ավտոճանապարհի վերագործարկում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ այլն, այս մտադրությունները նորից թվարկելու իմաստ չկա, բայց գետնի վրա աշխատանքը շարունակվել է եւ տեղի է ունեցել, օրինակ Գյումրի կարսի վերագործման համար կա համատեղ աշխատանքային խումբ, երկու, եթե հիշողություն չի դավաճանում, հանդիպում է ունեցել այս աշխատանքային խումբը, գնացել են տեղում ենթակառուցվածքներ նայել են այս կողմից, ենթակառուցվածքները նայել են մյուս կողմից։ Պարոն Արյան, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը, ընդհանրապես իրատեսական է համարել, որ օրինակ Գյումրի կարս երկաթուղին մի օր կաշխատի եւ դարձյալ այդտեղ ինչ հնարավորություններ, բայց գուցե նաև ռիսկեր եք տեսնում։ Գիտեք, այս վերջին շրջանին, երբ շատ գխոսենք հայ-թուրքական հարաբերություններու մասին եւ այդ հարաբերությունները մարմին մի ստանան ինչպես հերթապար, այսինքն քայլ առ քայլ, ինչ որ սահմանագետի բացում, հետո վիզաների առումով ինչ որ թյուրություններ, հիմա կարծեմ երրորդ երկիրներու դիվանագետներու կամ քաղաքացիներու արտոնված է այդպիսի բան կա եւ ասոնք բարձ փոքր օղակներ են, սակայն այս բոլորի մեջ ամենակարևորը մենք չպետք է մոռանանք, որ երկու հարևան պետություն ներողություն, երկու հրանտինքի ասածը պիտի ցիտեմ, երկու գրացի պետություն, բայց երկու հերու ժողովուրդ։ Սա ամենակարևոր դրվագն է, այն իմաստով, որ մենք եւ թուրքական կողմեն Հայաստանի հանդեպ վստահության խնդիր կա, եւ անշուշտ հայության եւ Հայաստանի կողմեն Թուրքիո հանդեպ մեծ հարցման նշաններ կան եւ ամեն անգամ որ մենք ինքնաբերաբար խոսենք հայ-թուրքականի մասին, մեր մեջ գծակի, գաջի, թավատրապանական դեսությունը եւ ինչպես բարոն նախարարը թվարկեց, այս կորզիչներու ըրած կորձը այսօր իսկապես մեծ էներգիա եւ մեծ կաչություն կբանջի, որովհետեւ ասում, բայց մենք ունենք այլ օրինակներ։ Թուրքիաները որ աջակցեց 20 թվականին Ադրբեջանին, արդյոք հիմնազուրկ են այդ մտահոգությունները։ Որ Թուրքիան Հայաստանին աջակցի։ Հետևաբար ինչու չպետք է այդ մտահոգությունները լինեն։ Այդ մտահոգությունները կլինեն եւ պիտի լինեն, բայց եւ այնպես դա երբեք չի խանգարի, որ մենք Թուրքիո հետ սահմանները բացենք։ Թող լինեն այդ մտահոգությունները։ Թող միշտ մենք մտածենք շատ վատ խոսույթ մգա, գիտեք, ամենալավ թուրքը մերած թուրքն է։ Այս խոսույթը մեր մեջ դրած է
խորհրդային միության Կրեմլի գրասենյակը։ Եվ մենք ատկե պետք է Բայց ծերφազատվենք, կներեք, դա ինչպես որ ռասիստական հայտարարություն։ Թուրքիո մեջ երբ հայերու մասին կխոսին, չսեն որ ամենալավ հայը հորիզոնական թիրքով բարգած հայն է, հրանտինքն է այս բարակային։ Սա երկուստեք միացյալ աշխատանք ուզե եւ մեր քաղաքական գործիչները ով էլ լինեն, բարդավոր են հաշվի նստիլ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններու մերձեցման մեջ երկու հասարակությունները ունեն կարևոր դեր։ Այսօր մենք ոչինչ կնենք այդ ուղղությամբ։ Հոմորկը, որ ասեց քիչ առաջ պարոն Սարգսյանը, նույնպես պետք է գդարվի Տնային աշխատանք։ հասարակություններու միջև խոսակցություն եւ հարաբերություն մշակելու առումով։ Այսօր դուք գիտեք, որ 10,000 է ավելի հայաստանցիներ կբնակին Իստանբուլի փողոցներում Ավելի շատ, մեջ։ ավելի Ես չեմ շատ։ ուզեր ավելի շատ եւ գիտեմ որ ավելի շատ եւ ինչպես կշփվին, ինչպես կաբրին։ Այդ մեկը օրինակ պետք է ծառայեն։ Շնորհակալություն։ Հաջորդ տեսանյութը դիտենք։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք քայլեր արվել են արդեն իսկ։ Եկը հիշեք, եւ որ ամենասկզբում վերաբացվեցին թռիչքները Երևանի եւ Ստամբուլի միջև, որոնք դադարեցված էին մի քանի տարի։ Կհիշեք նաեւ, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ ավիաբեռնափոխադրումները հնարավոր դարձնելու մասին, ինչը արված է։ Կա պայմանավորվածություն անի պատմական կամուրջը վերականգնելու մասին գործընթացը, փաստաթղթային գործընթացը ընթացքի մեջ է։ Եվ ճիշտ է, ամենամեծ պայմանավորվածությունը սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է, ինչի վերաբերյալ մենք մեր կողմից անելիք արել ենք, նկատի ունեմ անցակետի վերականգնումը, լավ լուրն այն է, որ թուրքական կողմից վերջապես այս տարի իրենց կողմից սկսեցին աշխատանքներ տանել անցակետի վերականգնման ուղղությամբ եւ մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը եւ այս առումով գնդակը մեր դաշտում չէ։ Պարոն Միրզաբեկյան, Հայաստանի ազգային ժողովի փոխոսնակը սկզբում թվարկեց բոլոր այն քայլերը, որ Հայաստանն արդեն արել է, եւ վերջում ասաց, որ գնդակը Հայաստանի դաշտում չէ, Թուրքիայի դաշտում է։ Մինչ այս էլ մենք մեր քննարկման ընթացքում խոսեցինք դրա մասին, որ Թուրքիայի կողմից արվող քայլերն էլ կարծես միայն սիմվոլիկ քայլեր են։ Առաջիկայում կարող ենք սպասել ոչ միայն սիմվոլիկ, այլև էական քայլեր այս ուղղությամբ։ Դժվար հարց եք տալիս, ես անձամբ կուզեի ակնկալել նման քայլեր, սակայն չեմ կանխատեսում, ինչու, նշեցի, որ Իսկ դուք այս բոլոր թվարկած վախերը չունեք, ակնկալիքները ինչի հիման վրա են։ իրականում գիտեք, կարծում եմ, որ նման բարդ հարաբերությունների վերականգնումը ունի իր ինչպես մարտահրավերները, այլ նաև հնարավորությունները եւ կարող ենք խոսել երկու բաղադրիչի մասին էլ եւ եթե կարծում եմ խոսում ենք հարաբերությունների կարգավորման համար, ապա պետք է փորձենք գտնել այն եզրերը համընդհանուր կետերը, որոնք որ կարող են կապել երկրներին, այլապես տարանջատումների մասին անընդհատ կարելի է խոսել, այս կտրվածքով եմ նայում, բայց այնուամենայնիվ ես կուզեի լինել օպտիմիստիկ այս հարցում, բայց չեմ, որովհետև կարծում եմ, որ մի քանի պատճառներով, այսինքն մենք տեսնում ենք, որ Հայաստանի իրականում ակնկալած այդ խորհրդանշական քայլերն էլ չեն իրականում, դա որովհետև դա պարտադրված ենք մենք դա ուզում, որովհետև իրականում այս փուլում հաշվի առնելով գործընթացները մենք ակնկալում ենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է բացվի, դիվանագիտական հարաբերություններ հաստատվի, բայց ինչպես նշեցի, Թուրքիան անգամ այդ քայլերին էլ չի դիմում։ Մեկ ես նշեցի, որ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր չէ նաև սպասել նման քայլերի, բայց երկրորդ գիտեք, եթե Ադրբեջանի գործոնը մի կողմ դնենք, ապա իմ ընկալումն այնպեսին է, որ հարավային Կովկասը ընդհանրապես եւ Հայաստանը ունի այն կարեւորությունը դեռ այս փուլում Թուրքիայի համար, որ Թուրքիան կարողանա անկախ Ադրբեջանից Տարածաշրջանում այս փոփոխված իրադարձությունը չի բարձրացրել հարավային Կովկասի միանշանակ բարձրացրել է, բայց կա նաև ավանդական այդ միտումը, եւ դա ընկալվում է եւ դա կարծում եմ որ նաև Իրանի օրինակով, իրենք մտքում ունենում են Ռուսաստանը։ Այսինքն կարծում եմ այս կոնֆիգուրացիայով իրենք մտքում ունենալով Ռուսաստան դեռևս չեն պատրաստվում տարածվել կամ այդպիսի ամբիցիաներ ցույց չեն տալիս, որ այսինքն ինքը առանց Ադրբեջանի փորձի քայլեր կատարի։ Կարծում եմ այդ նշանակություն դեռևս չունի եւ հաշվի առնելով նաև Իրանի շուրջ այս զարգացումները կամ ավելի գլոբալ իրադարձությունները, ապա սա նույնպես
կհանգեցնի նրան, որ Թուրքիայի առաջնահերթությունների թվում չի լինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Ամփոփելով, նույնիսկ ընտրական այս տարում դուք ինչ որ կոնկրետ քայլեր չեք սպասում Թուրքիայի կողմից։ Ընտրություններից հետո հնարավոր է, եթե գործող իշխանության պարագայում, եթե այդ փոխվստահության մթնոլորտը հաշվի առնենք, գուցե լինի, բայց օրինակ համար Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռ հունվարին էր խոսում խորհրդանշական քայլերի մասին, բայց դա չէր արվում։ Իսկ օդային հաղորդակցության մասին նշեմ, որ օրինակ համար 95 թվականին է դա հաստատվել եւ 2022-ի ներողություն ընդհանրապես վերականգնվել է դա։ Բայց իհարկե կարող ենք խոսել նաև ընդհանուր հնարավորություններից, նույն օրինակ համար տնտեսության ոլորտում եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն։ Եվ վերջին տեսանյութը Հայաստանի եւ Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են։ Ոչ թե փոխլրացնող։ Չկա գյուղ արտադրանք, որը դու կարող ես արտահանել Թուրքիա կամ Ադրբեջան։ Պարոն Սարգսյան, կարծես Հայաստանի երկրորդ նախագահ նույն կարծիքն եք դուք, միգուցե փորձեք չհամաձայնվել։ Չհամաձայնվելու խնդիր չկա, հակառակը ես ցանկանում եմ խոսքի ինձ հասնի եւ պարոն Հակոբյանին խնդրեմ, որ փոխլրացման հայտարարություններ չանի, մասնավորապես երբ որ դուք տնտեսագետ չեք, որովհետեւ այդպիսի բան գոյություն չունի, Հայաստանը բարձր տեխնոլոգիաներ չունի, նոր քայլեր է գցում, որպեսզի բարձր տեխնոլոգիաները Հայաստանում զարգացούν, դեռևս չի ստացվում, հետեւաբար վտանգ է եւ միմյանց հետ մրցակցային են եւ Հայաստանի տնտեսական անկախության սպառնալիք է Թուրքիայի տնտեսությունը եւ ոչ թե փոխլրացնող։ Նորից պետք է կրկնեմ, Հայաստանը ունի որոշակի արտադրատեսակների եւ ծառայությունների մատուցման մրցակցային առավելություններ։ Օրինակ, դեղարտադրությունը շատ մրցակցային ոլորտ է Հայաստանի Հանրապետության համար։ Թուրքիան այնպիսի հզորությունների էր ասել, որ ներկայումս նույնիսկ Թուրքիայից ներկրում է կատարում, այսինքն Հայաստանի դեղարտադրության պոտենցիալը տուգանվում է գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, թելերի արդյունաբերության, ավտոպահեստամասերի, սննդի արդյունաբերության, որ ոլորտը թվարկում եմ, Թուրքիան առաջատար է ու մեզ կլանում է ժողովուրդ։ Մենք չենք կարող, դուք չեք կարող, մասնակիցները բոլորը խոսում են տնտեսական հնարավորությունների մասին։ Խնդրում եմ ասեք մի արտադրատեսակ, մի ծառայություն, որը կարող է արտանել Թուրքիա։ Մի հատիկ խնդրում եմ ասեք ու ես լռում եմ։ Պարոն Հակոբյան, միգուցե կնշեք։ Դες ասացի օրինակը data center-ների մշակված ինֆորմացիան, այդ տոկենները, որ ասում են, երբ որ մեր մոտ Fiber Day պրոյեկտը իրականացնի, մենք հսկական Ներողություն, ինչ տվյալ եք մշակում։ Fiber Day այդ պրոյեկտը, որը կա 500 միլիոն, որ հիմա Այդ ի՞նչն է։ մշակված ինֆորմացիա ենք։ Թուրքիայի մենք ինչ ինֆորմացիա եք տալիս։ Մշակված ինֆորմացիա։ Ես խնդրում եմ բացել դետալները, ինչ ինֆորմացիա եք տալիս, որը որ միայն մենք կարող ենք տալ եւ ինքը տեղում չի կարող դա մշակել եւ ստանալ։ Ինքը տեղում չունի այդ կարողությունը այս պահին։ Թուրքիան կարողություն չունի։ Դատա կենտրոնների առումով Հայաստանի կենտրոնը լինելու է աշխարհի 10 կենտրոններից մեկը։ Որքան է կազմում հնայի մեծ ձեր ասած ծառայությունը։ Գիտեք, այդ մանրամասը ես հիմա չունեմ Դե խնդրում եմ հնարավորությունների մասին մի ասեք ժողովուրդ։ Այսօրվա հորիզոնից հեռու նայեք։ Նույնիսկ իշխանությունները խոսում էին բժշկական առողջապահական ծառայությունների արտահանման մասին, որ բացարձակ իրականության հետ կապ չունի։ Պլաստիկ վիրաբուժություն, դիմացանոթային վիրաբուժություն, մազաթափության դեմ պայքար, հենց հիմա Հայաստանի քաղաքացիները նույնիսկ գնում են Թուրքիայում են դա իրականացնում եւ հետ են վերադառնում։ Մենք չունենք Թուրքիա արտահանելու գեթ 1 ապրանք կամ ծառայություն։ Ես որպես հակափաստարկ ասեմ, ինքս էլ տնտեսագետ չլինելով, դուք երբ խոսում եք Թուրքիայի մասին, ենթադրում եմ նկատի ունեք խոշոր քաղաքները, Անկարան, Ստամբուլը, իսկ մեզ սահմանակից են շատ ավելի ոչ այնքան զարգացած տնտեսություններով շրջաններ, որոնց համար Երևան գալը նույն պլաստիկ վիրաբուժության համար շատ ավելի շահեկան կարող է լինել, քան Ստամբուլ կամ Անկարա գնալը։ Ձեր ասած հատվածը քրդաբնակներն են ամենաաղքատ հատվածը, որոնք որ այդ ծառայություններից ընդհանրապես չեն օգտվում եւ որոնց այո չեն օգտվում եւ որոնց հակառակը սուբսիդիաներ է հատկացում, որով գյուղատնտեսության ոլորտում իրանք լինեն ավելի մրցունակ եւ զբաղված են կարելի ասել մեծամասամբ գյուղատնտեսությամբ։ Շնորհակալություն պարոն Սարգսյան։ Այս փուլն էլ ավարտեցինք։ Ռիսկաշատ քննարկում։ Այո, անցնենք հաջորդ փուլին։ Հաջորդ փուլում հարգելի հյուրեր, մենք ձեզ համար կընթերցենք մեր ունկնդիրների հարցերը եւ կխնդրենք, որ դուք պատասխանեք այդ հարցերին։ Խնդրեմ, առաջին հարցը Մեր հեռուստադիտողը հարցնում է հնարավոր չէ արդյոք թրիփի գործարկումը կապել հայ-թուրքական սահմանի բացման հետ։ ԱՄՆ-ն դրա համար ինչ լծակներ ու շահագրգռվածություն ունի։ Պարոն Հակոբյան, դուք այս հարցին անդրադարձաք, գուցե շարունակենք այս թեման, եթե թրիփը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար կարևոր է, իսկ ԱՄՆ-ի
քաղաքական լծակները Թուրքիայի վրա կարծես թե ավելի շատ են, քան այլ երկրների, կգործարկի այդ լծակները համոզելու համար, որ Թուրքիան էլ շահագրգռված լինի սահմանը բացել։ Հնարավոր տարբերակ է, բայց ինձ թվում է մենք պետք է մեր քայլերը հաշվելով անենք։ Այսինքն մենք միանգամից ամբողջ աշխարհից ամեն ինչ եթե ուզում ենք ճիշտ ասի։ Մենք հիմա Ադրբեջանի հետ ունենք հսկայական փաթեթ խնդիրների։ Ու թրիպը ոնց որ դա առաջի տրիգերն է, մեր մեջ որոշակի ինչ որ դրական հարաբերություններ ստեղծ։ Հետո Ադրբեջանի հետ առևտուր եւ այլ։ Հիմա Թուրքիայի հետ, հա, հնարավոր է հետագայում, դա համար ես գիտեմ Էրդոգանը ինչ որ չափով նեղացած էր, որ իրան չէին հրավիրել այդ Վաշինգտոնի հանդիպանը։ Ռուսաստանն էլ է գուցե ինչ որտեղ նեղացած, բայց տենց է եղել։ Հիմա հետագայում մենք երբ որ թրիպը արդեն աշխատանքները սկսի ու երբ որ Թուրքիայի երկաթ գիծը առանձին քննարկում, հա, Թուրքիայի միջով ճանապարհը, ոչ թե մեր ճանապարհը օգտագործելու, մենք կարողանանք իրենք ցույց տանք, որ նաև մեր ճանապարհն է իրանց համար օգտակար։ Այսինքն Հայաստան թրիպով Նախիջևանը երբ որ միանում է Հայաստանին, Հայաստանով միանում է Ախորիկով մտնում է Թուրքիա, դա իրենց համար էլ է ձեռնտու տնտեսական առումով։ Դա ոչ թե միայն մեզ է, մեզ լավություն չեն անում։ Մենք միասին տնտեսական ավելի շատ շահ ենք ստանում, եթե համագործակցում ենք։ Ու դա այդ արգումենտացիան պետքա կառուցել։ Նույն ամերիկացիները, եթե թրիպով շահագրգռված են, իրանք ժամանակը որ գա, նաև այդ արգումենտը կանեն Թուրքիայի հետ քննարկումների ժամանակ։ Բայց այդ ընդհանուր ոնց որ այս եղած սառած, մեռած վիճակը, հա, հարաբերություններում, թե մերով Թուրքիայի, մերով Ադրբեջանի տարածաշրջանում եւ այլն, պետքա կոտրվում, հա, ու քայլ առ քայլ պետքա, բայց փորձել, որ բոլոր խնդիրները իրար հետ դնել, նոր լուծում ուզենալ, դա մի քիչ կվտանգի առաջի հնարավոր լուծումները։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը։ Հաջորդ հարցը այո, սահմանների բացումը ինչպես կազդի հայկական ապրանքների ներքին սպառման վրա, պարոն Սարգսյան, տնտեսագետը դուք եք, եթե չլսեն ձեր մտահոգությունները մեր իշխանությունները եւ Թուրքիայի իշխանություններն էլ մի օր բացեն սահմանները եւ այստեղ թուրքական լոլիկը ուղակի հատեց հայ-թուրքական սահման ու եկավ, հիմա ինձ ասեք, խնդրում եմ, ես կգնեմ հայկական լոլիկ, դուք նույնպես թե կնախընտրեք ավելի էժան կամ հայկական լոլիկ կարող է չգտնենք, որ գնենք, ձեռք բերենք իրականում, որովհետեւ բավականին լուրջ վտանգ կա, իրականում լոլիկ Ինչալից հիմա էլ է, չէ՞, դժվար գտնել հայկական լոլիկ հայկական շոկայում։ Դժվար չէ, բայց ամեն դեպքում թուրքականն էլ կա հենց հիմա, բայց ամեն դեպքում լոլիկի վրա շատ են կենտրոնացել բոլորը։ Լոլիկը այստեղ ամենա երևի ոչ առաջնային խնդիրն է, որովհետեւ ամենաառաջնային հասարակության հայ հանրույթի Հայաստանի քաղաքացիների զբաղվածության հարց լուծող խնդիրը Հայաստանում այսպես արդյունաբերական ներուժն է։ Այսինքն մենք ունենք գործարաններ, որոնք որ ուղղակի մրցունակ չեն կարող լինել։ Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանն ուղղակի չի կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական այսպես բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողենք հայկական շուկան։ Տեղի կունենա ընդհանրապես տեղական արտադրանքի վերացում։ Միգուցե սպառման տեսանկյունից գնային առումով ձեռքբերման առումով ունենանք որոշակի կարճաժամկետ ձեռքբերումներ, օրինակ շատ ենք կենտրոնանում լոլիկի վրա, նույն լոլիկի 200 դրամի փոխարեն 150-ով ձեռք բերենք։ Այո, կարճաժամկետում հնարավոր է ունենալ այդպիսի բան, բայց որակյալ հետագա աշխատատեղերի ապահովման, գործազրկության դեմ պայքարի առումով մենք ուղղակի անզոր ենք լինել, չենք կարողանալ որևէ դիմակայել։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, Թուրքիան մոտ 1 տասնյակ երկրների հարևան է եւ այսինքն հարևանությունն էլ է սպառագայում կապ չունի։ Թուրքիայի հետ առևտուր են անում բազմաթիվ երկրներ մաքսային տարբեր ռեժիմներով եւ ես չեմ հանդիպել որևէ օրինակ, որտեղ կներեք ձեր նկարագրած խնդիրները այդ երկրում ցակեն Թուրքիայի հետ առևտուր անելու։ Վերջին անգամ երբ եք եղել Արևմտյան Եվրոպայում։ Արևմտյան Եվրոպայում կես տարի առաջ։ Կես տարի առաջ դուք տեսել եք բողոքի ակցիաները թուրքական արտադրանքի դեմ գյուղատնտեսների, տեսել եք թե ոչ։ Պարոն Սարգսյան, ես ոչ մի օրինակ չգիտեմ, որտեղ երկրները որոշել են Թուրքիայի հետ առևտուր չանել, որովհետև Թուրքիայի օրինակը Թուրքիայի հետ առևտուր անելու պարագայում խնդիրները ներողություն երկրում ես այդպեսի բառ չասեցի, դες չգիտեմ որտեղից եկավ այդ միտքը ձեր մոտ։ Ես ասում եմ, առաջինը ես եմ կողմ Թուրքիայի սահմանների բացմանը տնային աշխատանքը կատարելուց հետո։ Գնա քո արդյունաբերական ու արտադրական ներուժը կարգաբերի, դրանից հետո գնա սահմանները բացի։ Եթե դու այսօր չես կարող պետական բյուջեն չունի հնարավորություն սուբսիդավորելով քո գյուղատնտեսին եւ արտադրողին պաշտպանելու, քո վարկերի տոկոսադրույքները, բիզնես վարկերի տոկոսադրույքները 14, 15, 16% են, իսկ թուրքականը 4, 5, 6% են։ Փակ սահմաններով հնարավոր է դա անել։ Ոչ թե հնարավոր է, փակ սահմաններով միայն հնարավոր է կարգաբերել ու նոր ասել սահմանների բացմանը։ Այսինքն լրացուցիչ խոչընդոտների համար պետք է ճանապարհ չբացել։ Թուրքական արտադրանքը լրացուցիչ խոչընդոտ է։
Աննա, ինձ թվում է պարոն Սարգսյանի նշած խնդիրները, որ բիզնեսի համար պետք է ավելի մատչելի վարկեր լինեն, ընդհանրապես շատ կարևոր է անկախ նրանից հայ-թուրքական սահմանը։ Բացվի մի օր, Ուղղակի չի բացվի։ խնդիրն այն է, որ որպես հակափաստարկ այլ տեսակետ ունեցող տնտեսագետներն ասում են, որ փակ սահմանների պայմաններում երկրները չեն կարողանում օգնել բիզնես ոլորտին այնքան, որ կարողանան Ես միգուցե անհարմար մասնակից եմ այստեղ, բայց խնդրում եմ այդպիսի տնտեսագետների ես խնդրեմ հրավիրեք բանավեճի։ Ես խնդրում եմ այդպիսի տնտեսագետների հրավիրեք բանավեճի, մենք զրուցենք միմյանց հետ ամենայն հարգանքով բոլորի կարծիքների համար։ 30 տարվա ընթացքում ինչու՞ չի արվել։ 30 տարի տնային աշխատանք չեն կատարել։ 35 տարի տնային աշխատանք չեն կատարել։ Պատճառն եմ հարցնում։ Միայն պատճառը դա է։ Տնային աշխատանք երբ որ կատարեին, հնարավոր է կլիներ չվախենալ թուրքական արտադրանքի հայկական շուկան ողողումից։ Ընդամենը նորից եմ կրկնում։ Սիրելի հայ ժողովուրդ, 35 տարի Հայաստանը տնային աշխատանքը չի կատարել։ Այսքան բան։ Պարոն Միրզաբեկյան, գուցե քաղաքական տեսանկյունից փորձենք այս հարցին նաև անդրադառնալ։ Նախ ինչու այդ տնային աշխատանքը չի կատարվել մեկ, եւ երկրորդը իսկապես ռիսկերը այնքան մեծ են, որ սահմանի բացելուց հետո այստեղ, չգիտեմ, ապոկալիպտիկ տնտեսական իրավիճակ է լինելու։ Տեսեք, իրականում եթե խոսում ենք վտանգների մասին, ապա այդ նույն տրամաբանությամբ դիցուկ նաև կուզեի նաև հարց ուղղել, եթե քննարկման այսօր, ապա եթե դիցուկ օրինակի համար Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կարգավորվեն եւ Իրանի շուկան ազատականացվի, ապա մենք պետք է փակենք Իրանի սահմանը, որովհետեւ 90 միլիոնանոց ժողովուրդ են մեծ պետությունը եւ մենք ուղղակի այդ թափիտա կկորենք։ Այսինքն եթե մենք այդ տրամաբանությամբ ենք շարժվում, իսկ Ռուսաստանի բարակայ կամ ներողություն, մեկ հազար ներողություն, մեկ բաներ, այսինքն կամ եթե նշում ենք, որ մենք տնային աշխատանքը չենք կատարել, ես իսկապես ամենայն հարգանքով ուզում եմ հարց բարձրացնել, այդ դեպքում կարող ենք ռազմաարդյունաբերության մասին նույնը ասել, որ եթե մենք միջև չհասնենք թուրքական բանակի ներուժին, ապա չպետք է մեր սահմանները բացենք։ Այսինքն պետությունը կարծում եմ, որ այդ տրամաբանությամբ չի գործում եւ հետեւաբար եթե պետության համար առաջնային եմ համարում ապաշրջափակումը եւ եթե խոսքը գնում է ապաշրջափակման մասին, ապա պետության խնդիրներից է լուծումներ գտնել հնարավոր մարտահրավերներին եւ փորձել մարտահրավերները վերացնել նաեւ հնարավորությունների այլ եթե հարցեր ես արձագանքել մենք հաջորդ փուլի ընթացքում ձեզ տալու ենք 3 րոպե ազատ ժամանակ անդրադառնալու բոլոր դիտարկումներին մտածեցի շնորհակալություն այդ հարցը հաջորդ շնորհակալություն մենք կարծես մի հարց ունենք Աննա խնդրեմ Մեր հեռուստադիտողը հարցնում է ինչքանով է կարևոր Հայաստանի համար Հայաստան-Սփյուռք երկխոսությունը այս օրակարգում։ Քանի որ այս հարցին մասամբ անդրադարձանք ձեզ հետ զրույցում, պարոն Արյան, գուցե շարունակեք այս։ Դեռ պարոն Արյանը Սփյուռքում չի բնակվում, բնակվում է Հայաստանի Հանրապետությունում։ Սփյուռքը որբեսի պարադեմ, Սփյուռքը միշտ սրդիս մեջ է։ Մեր սրտի մեջ էլ է, պարոն Արյան, միայն ձեր սրտի մեջ, չէ՞։ Հարգելի Դիգին Աննա, գիտեք, մադը Թրավ վերքին վրա Դիգին Նայրի Սիսերյան Շորջյանը, որոնց ամ կջանչնամ եւ կողջունեմ։ Վերջին դարիներուն ցավոք սրդի Հայաստանի իշխանությունները ինչ հեքիաթով, ինչ երազով նախքին, որ հաջող կսենք նախքին սպարման կորձիկ դարձուցին ցեղասպանության խնդիրը։ Եվ մենք այդ վերջին արարը տեսանք հագարակ անոր որ բարոն Սերժ Սարգսյանը ոգի իբրին ֆուտբոլային քաղաքականություն առաջ կդաներ, քանի չստացվեց Սփյուռքի մեծահամբավ դեմքերը Պարսացուցի Ձեռնագապերտ եւ այնտեղ ինչ որ հայտարարություն կատարվեցավ կապված հայ ժողովրդի աբակայի դեսանելիքի եւ հայոց ցեղասպանության, բահանջադիրության թեմայով, բայց այս բոլորի մեջ Հայաստանի Հանրապետության շահերը հաշվի չեն առնված։ Այն իմաստով, որ եթե մենք անշուշտ պատմական իրողությունները բնականաբար մենք կգրենք եւ խորակույն հարկանք հայոց ցեղասպանության զոհերու իշադակին, բայց ժողովուրդ եկեք իրականությունը ասենք մենք 70 տարի է բանջադիրության ճանապարհին վրա ենք։ Երբ ես 12 տարեկան էի, իմ ցերկես բռնեցի եւ դարին կայլարշավ։ Համաձայն եմ, պատմական իրողություն մը գա։ Չենք կրնար անդեսել, բայց այսօր մենք եկած ենք ժամանակը, որ
իրերը ճիշտ իրենց տեղը պետք է տնենք։ Հայոց ցեղասպանությունը cashless machine չէ այլևս։ Ոչ Սփյուռքի համար, ոչ Հայաստանի համար։ Մենք պետք է վերամշակենք այս հայեցակարգը եւ անշուշտ այսօրվա իշխանությունները ցավոք սրդի գտերանան Սփյուռքի հետ խոսակցություն ծավալելու։ Ինչ պատճառներով։ Ես չեմ մեղադրել ոչ ոք, բայց եւ այնպես it's a must շատ կարևոր է Սփյուռքը ներգրավել այս նուրբ թեմայի մեջ։ Ես ասալսեմ ու ավարտեմ, որբեսի մարդիկ սխալ չհասկանան, չդարընթերցեն։ Ես գոհում եմ, որ Սփյուռքը շարունակե դանել իր բայկարը։ Սակայն հստակ ասե, ինչ է սփյուռքահայության ուզածը այսօր Թուրքիայեն։ Ինչ է մեր ուզածը Թուրքիայեն։ Ինչ ասել է բանջարդիրություն։ Երևանի փողոցներում մեջ 2015-ին գիշեմ մեքենաներ, որում վրա կհիշեմ եւ կբահանջեմ։ Եղբայր, ինչ կբահանջես, կհիշես, կհարկես, բայց ինչ կբահանջես։ Մենք ինչ կներկայացնենք այսօրվա Թուրքիո թիմաց։ Եվ մենք երբ պիտի դադրինք գործիք դառնալը, որբեսի Թուրքին աչք կփորենք, մինչև երբ։ Եվ բոլորս շատ լավ գիտենք, ուր մշակված է, ինչպես մշակված է, այլապես իմ սերունդի զավակները չէին մեծնար այն դեսիլքով, որ պիտի երթան օրմը Վիեննա եւ թուրք տեսփան պիտի խփեն։ Այդ բոլորին հարկանքս, բայց այսօր մենք ուրիշ փուլի ենք եւ բաց աչքերով պետք է նայենք իրականություններուն, պարոն Հարությունյան, Շնորհակալություն պարոն Արյան, Շնորհակալություն։ շնորհակալություն։ Մենք Այս փուլն էլ ավարտեցինք, Այո, պարոն ավարտում ենք այս Միրզաբեկյան փուլը։ եւ մյուս հյուրեր, մենք 5-րդ փուլում ձեզ տալու ենք 3 րոպե ժամանակ անդրադառնալու բոլոր կիսատ մնացած հարցերին, դիտարկումներին, որոնց կուզեիք անդրադառնալ։ Այո, եւ Եվ որպես սկսենք։ շատ ցանկալի հյուր, խնդրում եմ, պարոն Սարգսյան, սկսենք ձեզնից, ձեր մտքերը 3 րոպե։ Շնորհակալություն, դուք հարց եք ուղղում այդ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության այդ սահմանները ինչու չենք փակում եւ Տրամաբանության մասն է եղել։ դրամաբանությունը բացարձակ դրա հետ կապ չունի, մեկը մյուսի հետ ավերս անգամ չունեն, որովհետեւ գոյություն ունի սվոտ վերլուծություն, սպառնալիքների հնարավորությունների, երբ որ դու այդ վերլուծության ամբողջ ցանկով անցնում ես, դրանից հետո պարտավոր ես ռացիոնալիզմի ելակետից ելնելով կայացնես որոշում։ Դուք ձեր խոսքում վերլուծության մեջ on opportunities հնարավորություն բառն է, չէ՞։ Կխոսեք նաեւ հնարավորությունների հիմա կխոսեմ։ Հնարավորություն ես ասացի, որ դեռևս բացակայում է, բայց հիմա փորձեմ դրան էլ անդրադառնալ։ Դուք խոսում եք պետության կոնցեպտի մասին։ Պետությունը ամբողջությամբ հիմնված է առաջնային առումով երկու հիմնասյան վրա։ Դա անվտանգային եւ տնտեսական հենասյուներն են։ Դուք կխոսեք ժողովուրդների բարեկամությունից, կխոսեք ժողովուրդների միմյանց հետ ադապտացումից, միմյանց ներելուց, հանդուրժողականությունից, ինչի ցանկանում եք խոսեք։ Չունես տնտեսություն եւ չունես անվտանգային ճարտարապետություն, դու չունես պետություն։ Եթե մենք պետությունը ընկալում ենք որպես աշխարհագրական տարածք որևէ երկրից կախվածության ներքո, միգուցե այստեղ արդեն քննարկենք ումից ավելի հարմար կախվածներ Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ամերիկայից, թե չգիտեմ ումից։ Եվ անդրադառնալով ձեզ հարցին ասեմ, Ռուսաստանը վերջին տարիներին առաջին անգամ սկսեց պետություն դառնալ, երբ որ Կրիմի պատերազմը տեղի ունեցավ։ Գիտեք ինչու։ Սահմանափակումներից ելնելով ստիպված եղավ արդյունաբերական որոշակի ներուժ ստեղծել։ Մինչև դա ընդհանրապես ներկրող երկիր ոչինչ չուներ։ Հիմա կարող մենք էլ ենք ստեղծում ընթացքում, զարգանում ենք։ Այ հենց հիմա է պարարտողը։ Դուք բիզնեսով երբևէ զբաղված կաք։ Ցավոք ոչ։ Դե հիմա տեսեք, ցանկացած պետության տնտեսական կառուցվածք ինքը մակրո մասշտաբն է։ Մակրո մասշտաբը ճիշտ պատկերացնելու համար պետք է գոնե միկրո մասշտաբը պատկերացնել։ Բիզնես կառուցել, բարիք ստեղծել այնպիսի միջավայրում, ինչպիսին հիմա Հայաստանն է փակ սահմաններով, սա միակն է, որ ստիպում է բարիք արտադրողին, միտք գեներացնողին, որպեսզի նա գնա եւ աշխատի, կարողանա ինքնարժեքի նվազեցման քաղաքականություն վարել, կարողանա իրապես մրցունակ արտադրանք արտադրել, մրցունակ ծառայություն մատուցել եւ այսպես շարունակ։ Երբ որ դու բացում ես, այսինքն մարդը դեռևս չկայացած դեռևս բարենպաստ միջավայրը չձևավորած, մի հատ ավելի օգնում ես օժանդակում անբարենպաստ պայմաններ է ստեղծում, ինքը ընդհանրապես չի կարող դուրս գալ։ Երբ որ դուք ներողություն եմ խնդրում, երբ որ դուք միայն Կալաշնիկով ավտոմատով զինվորին ուղարկում եք պատերազմ, դա էլ այդ թվում ձեր ասած անվտանգային հարցերից ելնելով, բայց իր դեմ կռվում է անօթաչու թռչող սարք եւ դուք նրա համար պաշտպանական այլ լրացուցիչ համակարգ չեք ստեղծում, մի հատ էլ ասում եք ավտոմատ դուր նոր գնա ավելի ապահով է, պարզ է, չէ՞ որ զինվորին մահվան բերան եք ուղարկում։ Նույնը Հայաստանի տնտեսական իրավիճակն է դեռևս չբարելաված մի հատ էլ սահմանների բացումը։ Այդ շեմը փակ սահմանների պայմաններում ուզում եմ հասկանալ այդ որ շեմին մենք պետք է արդյունաբերությամբ հասնենք, որ նոր հասկանանք, գիտակցենք կամ ասենք, որ
արդեն ժամանակն է բացելու սահմանները, երբ կարող ենք մրցակցել Երբ որ Թուրքիայի։ Հայաստանում արտադրող արտադրանքը ավելի մրցունակ լինի, քան թուրքականը հայկական շուկայում։ Սրա մասին է խոսքը։ Չեմ ասում եվրոպական շուկայում, ռուսական կամ վրացական շուկայում։ Հայկական շուկայում հայկական արտադրանքը լինի ավելի մրցունակ, քան թուրքականն է։ Շնորհակալություն, պարոն Միրզաբեկյան, դուք ել ունեք 3 րոպե ժամանակ ամփոփիչ խոսքի համար։ Շնորհակալություն, ես կարող եմ քաղաքական տեսանկյունից կարծում եմ, որ ընդհանրապես ինքս տնտեսագետ չեմ, բայց կարծում եմ, որ եթե բացում են սահմանները, ապա պարոն Հակոբյանի նշած, ապա հնարավոր է, որ հավասարակշռության մեթոդով, ապա մյուս կողմն էլ փոքր պետությունը կարողանա առաջարկել իր ինչ-որ ծառայություններ կամ ավելի մրցունակ լինել։ Դիցուք օրինակի համար, չգիտեմ, դուք նշեցիք Երևան քաղաքը, բայց նման հնարավորություններ գուցե ունենա նաև Գյումրին, հաշվի առնելով այն, որ երկու երկրների սահմանին ապրող մարդկանց թիվը, եթե չեմ սխալվում, Հայաստանում ավելի շատ է, քան հակառակ կողմում, եւ նրանք ավելի թեր զարգացած են տնտեսապես այն իմաստով, եւ TRIP-ի հետ կապված Թուրքիան բացի այն, որ փորձում է կարևոր դեր խաղալ, այլ նաեւ TRIP-ի միջոցով նա փորձում է կապել հաբին, Kars հաբին, որպեսզի նաեւ զարգացնի սահմանային տարածքները։ Այսինքն հնարավոր է, որ այստեղ մենք ունենանք որոշակի հնարավորություններ, բայց գալով քաղաքական գործընթացներին, ապա կարծում եմ, որ ընդհանուր դինամիկան դրական եմ գնահատում, այն որ շփումները բավական հաճախակցել են, բայց ցավոք սրտի դեռևս կրկնում չի նշмарվում էական քայլեր ինձ համար կլինեն, եթե լինեն սահմանների ամբողջական բացում, այլ ոչ թե խորհրդանշական ձևով, որովհետև կարծում եմ, որ ժամանակն է սահմանների լիարժեք բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման։ Այս փուլում կարծում եմ, որ Թուրքիան դեռևս ժամկետների ինչ-որ կանխատեսումների առումով չնշենք, բայց ցույց է տալիս, որ դեռևս չի շտապում եւ այստեղ կառանձնացնեմ երկու գործոն, մեկը Ադրբեջանի հետ համակարգությունն է, որը որ Ադրբեջանը շատ կարևոր գործընկեր է, եւ երկրորդը, ինչպես նշեցի, Հարավային Կովկասի դեռևս եւ նաեւ Կենտրոնական Ասիա, այսինքն տարածաշրջանի այսինքն այդ տարածաշրջանները չեն գտնվում Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում։ Ինչ պետք է անել, կարծում եմ, որ պետք է շարունակել այս ուղղությամբ գործելը եւ փորձել ինչ-որ պահի անընդհատ աշխատել այն ուղղությամբ, որ Թուրքիան ի վերջո առաջ ընկնի ադրբեջանական կողմից, եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները խաղաղության պայմանագիրը դիցուք ձգձգվի եւ որևէ մեկը չի չեղարկել ձգտելու հեռանկարը, կարծում եմ, որ պետք է ձգտել այս ոլորտում։ Կուզեի հավելել պարոն Արեյանի ասացին Սփյուռքի հետ կապերում, առայն որ ես նույնպես վտանգավոր եմ համարում, եթե Սփյուռքի օրակարգը հայտնվի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, նախապես թուրքական կողմը ինչ-որ նման բաներ փորձում էր ներգրավել, որովհետև մենք խոսում ենք որպես Հայաստան, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ Հայաստանը իհարկե այստեղ երկուստեղ մեղադրանքներ են հնչում, Սփյուռքն է մեղավոր, Հայաստանն է ոչ պրոակտիվ, բայց կարծում եմ, որ Սփյուռքի հետ պետք է աշխատանք տարվի, առնվազն առայրեսելու իրականությանը եւ այն մարտահրավերներից էլ որ խոսում ենք, ինչպես խոսեց պարոն Սարգսյանը, ապա այստեղ նույնպես պետք է ներգրավել Սփյուռքի ներուժը, այսինքն սա նույնպես կարևոր հանգամանք է։ Շնորհակալություն։ Պարոն Արյան, խոսքը կարծես ձեզ է փոխանցում, բայց եթե դեմ չեք, ես կուզենամ, որ դուք ձեր ամփոփիչ խոսքում նշեք, դուք քննադատեցիք Հայաստանի իշխանություններին, ինչ առաջարկներ ունեք Հայաստանի իշխանությունները ինչպես պետք է աշխատեն Սփյուռքի հետ, խնդրեմ։ Ես գիտեմ, որ առաջարկներու փաթեթը պետք է պատրաստվի եւ ներկայացվի առաջիկա ընտրություններն յետ, որովհետեւ ավելի էֆեկտիվ լա։ Գիտեք, հարտակներ կան, որոնք կկործեին անցյալին, այսօր չեն կործեր եւ Սփյուռքը ի վերջո պետք է հասկանա, որ ով ալլա իշխանավորը բարդավոր է հաշվի նստիլ, որովհետև անձը չէ կարևորը, այլ հանգամանքն է։ Եվ անձնականացնել քաղաքական դարագարձությունները, դարացայնությունները, այդ միայն կվնասե հավաքական գործին։ Սա Սփյուռքը լավապես պետք է ընկալե եւ պետք է հասկանա, իմիջայլոց ասեմ նաեւ որ ինչպես դարբեր առումներով նաեւ Սփյուռքը այսօր դարձած է խոցելի եւ ջիկա Սփյուռքը հավաքակրելու նոր ֆորմատներով հարկելի է, բայց ամբողջական առումով Սփյուռքը այսօր խոցված է եւ պետք է ռիբրանդինգը այս առումով եւ այս կորձի մեջ անշուշտ բաժանալ Արցախի գորուստն է, բادرազմն է եւ Սփյուռքայությունը պետք է հասկանա, որ այսօրվա Հայաստանը
այլ ֆորմատի Հայաստան է։ Այն իմաստով, որ ես չեմ խոսիր այդ խոսույթի մասին պատմական Հայաստան, իրական Հայաստան, խնդրեմ, բայց եւ այնպես երեսվիր այնինչ որ ունենք եւ աշխատիլ ադոր հետ ավելի լավը ունենալու համար։ Բանջարդիրություն բառը պիտի շեշտեմ, քիչ առաջ բարոն Սիմոնյանի ելույթը ցույց տվիք, ես կարծեմ որ ամենին շատ կհամընկնի իմ ընկալումներուս, որովհետեւ Թուրքիայեն բանջարդիրություն խոսիլ հերվեն անիմաստ է, այլ թրկական թուրք դունին մեջ պետք է այնպիսի հարաբերություններ մշակել այսօրվա Թուրքիո հետ, որ կարողանաս նաև որ ամենավերջին հարցը, եթե ցեղասպանության հարցն է, ներկայացնես։ Այլապես Լոս Անջելես նստած կամ Քլիվլենդ նստած համագարկիչին դիմաց եւ ես գիտեմ սպիրկահայ գործիչներ, որոնք իրենց շապատորիա սիգարները ձխելով եւ անընդհատ Էրդողանը կննադատելով մեզ ոչ մեկ տեղ չարաչնորտեր այդ խոսույթը, այդ հիմունքը։ Եթե մենք այսօր պիտի ապրենք եւ գոյանանք այս տարածաշրջանի մեջ, մենք բարդավորենք ընդունել Թուրքիո ներկայությունը եւ թերը։ Վաղը ինչ կգադարվի չեմ գրնար հովանավորել, բայց եւ այնպես չմոռնամ նաեւ բոլսահայության բարական, որովհետեւ մենք գիտենք, որ հագարակ ամեն ինչի այսօր Թուրքիո մեջ գիտեք արևմտահայ մշակույթը գաջի, գմեծնա վարժարաններ, քրագանություն, մամուլ եւ այս մեկը օրինակ է եւ դարբեր արիտներով հատկապես վերջին անգամ գետրոնական վարժարանի մեջ ունեցած ելույթովս նշեցի որ մենք ճիշտ է տեսմաններ չունենք Թուրքիո մեջ, բայց յուրաքանչյուր բոլսահայ ինձ համար Հայաստանի Հանրապետության տեսման է։ Այս ուղղությամբ նաեւ այս իշխանությունները կամ քալիք իշխանությունները ընելիքներ ունեն։ Շնորհակալություն պարոն Արեն։ Պարոն Հակոբյան, դուք ձեր ամփոփիչ ելույթում կխնդրեմ անդրադառնաք նաև ես մասամբ բարձրաձայնեցի այս հարցը, բայց մի անգամ էլ կրկնեմ։ Եթե Հայաստանի սահմանը բացելը Հայաստանի համար այդքան ռիսկային եւ վտանգներով լի հեռանկար է, ուրեմն ինչու 93 թվականից սահմանի փակումը Թուրքիան համարում է քաղաքական ու տնտեսական պատիժ Հայաստանի համար եւ ինչու Հայաստանի գրեթե բոլոր իշխանությունները սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից Սերժ Սարգսյանը իր ֆուտբոլային դիվանագիտությամբ ներկա իշխանությունները ինչու են ձգտում ուրեմն հասնել նրան, որ Թուրքիան բացի սահմանը։ Դրիվ համաձայն եմ այդ կետի հետ ու դրան կանրադառնամ, բայց կուզեի նաև տնտեսական ընդհանուր կոնտեքստի մասին մի քանի խոսք ասեմ, ես ինքս UNDP, ասես ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ղեկավարը եղել 27 տարի աշխատել եմ տարբեր երկրներում ու զարգացումը առաջերտին բնական է տնտեսական զարգացումը իր մեջ ներառում ու հիմա պատկերացնել որ այսօր Հայաստանի տնտեսությունը դա ինչ-որ փակ տնտեսություն է ու հանկարծ մենք ինչ-որ մի հատ դուռ ենք բացում ու օտար ապրանքները գալու են մեր տնտեսությունը սպանեն դա 19-րդ դարում գուցե մարդիկ տենց են մտածել, հիմա շատ ներողություն, բայց Հայաստանի տնտեսությունը Հայաստանի տնտեսությունը մոտ 10 միլիարդ դոլարի առևտուր ունի, արտահանում, ներմուծում, մենք ներմուծում ենք Իրանից, ներմուծում ենք Ռուսաստանից, Չինաստանից եւ այլն։ Եթե թուրքական, չգիտեմ, շինանյութերը ավելի լավն են քան պարսկականը կամ ռուսականը, պետքա Թուրքիայից ներմուծենք։ Ու դա անպայման չի, որ մենք տեղում բոլոր տեսակի շինանյութերը արտահանենք, օգտագործենք։ Եթե թուրքական, չգիտեմ, ցեմենտը ավելի լավն է կամ իրանականը եւ այլն, կամ թուրքական, չգիտեմ, ուրիշ ծառայություններ։ Նա շատ կարևոր օրինակ կա ու դրա մասին տարբեր առիթներով շատ եմ խոսացել Շվեյցարիան, որը Եվրոպայի ավելի ամենակայացած տնտեսությունն է։ Ինքը շրջապատված է 3 հսկա տնտեսություններով՝ Ֆրանսիա, Իտալիա եւ Գերմանիա։ Փոքր Շվեյցարիան է ու ինքը կարողացել է ոնց որ մենք շրջապատված ենք, հա, Իրան, Թուրքիա, Ռուսաստան, այդ 3 հսկաների արանքում ինքը ստեղծել է ամենամրցակից տնտեսությունը, բայց ինքը ոչ թե մրցակցում է բոլոր սպեկտրով, ինքը մրցակցում է ընդհանրեն ժամացույցներն ամենալավ կառուցում, ոսկերչությունը անում, չգիտեմ, շոկոլադ եւ այլն։ Այսինքն այդ սպեկտրում ապրանքների գտելա ճիշտ նշանները, որում իրենք կատարյալ են իրենց ապրանքները ու դրանով մրցում է։ Նույնը կիրառելի է նաեւ մեզ, ու ինձ թվում է տնտեսագետների համար շատ կարեւոր խնդիր կլինի հասկանալ այդ նշանները, որոնք են Հայաստանի համար։ Վերադառնալով ձեր կետին նաև ուզում եմ ասեմ այդ կոնտեքստում ես միանշանակ համոզված եմ ու համաձայն եմ բոլոր Հայաստանի ղեկավարների հետ, որոնք քայլեր են փորձել անել, որ մեր բացեն մեր շուկան, մեր տնտեսական հարաբերությունները ու փորձենք նաև ստեղծել ճիշտ այսինքն բալանսը։ Կա որոշակի բնագավառ, որտեղ որոշակի պրոտեկցիա գուցե պետք է, գուցե 3 տարի պետք, չգիտեմ,
տոմատի արտադրությունը կարող է տոմատի մածուկը մեր մոտ թուրքական ավելի լավն է կասեմերն է, բայց եթե մի տարի իրանց օգնենք ոտքի կանգնեն, կարող է դա այն սավալի խնդիր է, որը մենք պետք չի որ մենք արտադրենք։ То կարող է մենք պետք է բարձր որակի հատուկ տոմատներ արտադրենք, ոչ թե Թուրքիայից մրցենք, չգիտեմ, չիր կամ տոմատի եւ այլն արտադրանքին։ Եվ մի փոքր նաեւ անդրադարձ կուզեի քաղաքական նաեւ դաշտի մասին ասեմ։ Ես բազմաթիվ թուրք գոլեգաներ եմ ունեցել ու շատ ենք խոսացել։ Մի հատ ամենայն մոտիկ գոլեգաներից մեկը հիմա ինքը ՄԱԿ-ի ներկայացուցիչն է Լատինական Ամերիկայի երկրներից մեկում, ինքը ինձ ասում է, ես իմ փոքր երեխաների հետ Հրանտ Դինկի սպանության օրերին այ ցույցերին մասնակցել եմ ու գնացել եմ ու այսինքն իմ երեխաների բժիշկը հայ է ու բազմաթիվ քաղաքացիները ասում են սրանք ենք մենք բոլորս հայ ենք թուրքական այսինքն ես չի որ թուրք սպանած թուրք մեռած թուրք չգիտեմ հսկայական հասարակությունը իր բազմաթիվ շերտերով ու մենք քանի օր փակ ենք եղել մենք պիտի սկսենք բոլոր ճանապարհներով կառուցել այդ օր հարավ Շնորհակալություն պարոն Հակոբյան, հարգելի հյուրեր, ձեզ շնորհակալություն այս անչափ հետաքրքիր բանավեճին մասնակցելու համար։ Շնորհակալություն նաև մեր հեռուստադիտողներին, շնորհակալություն ակտիվ լինելու, հարցեր ուղղելու մեր հյուրերին եւ ես հուսով եմ, որ մենք հուսով ենք, որ մյուս թեմաների հետ կապված էլ կշարունակեք հարցեր ուղղել։ Շնորհակալություն բոլորիդ։ Այո, բայց չեք մոռանում մեզ հետևել, մեզ սպասել ամեն շաբաթ երեկոյան ժամը 8-ին։ Բուն TV եթերում։ Մինչ հանդիպում։ Հաջողություն։